միլիարդը ինչ է կարել, ասում են զենք են կարել, հիման է հետաքրքիր բան, պաշտպանության նախարարության բյուջեն 245 միլիարդից 2018 թիվ, դարել է 2025-ի 650, իսկ այս տարի 500 պակասեցրել են 550 միլիարդ, սա էլ որ գումարում ես, ստացվում է 2.5 տրիլիոն դրամ, բացում ես բյուջեն, www.gov.am, բացում ես այն բյուջեն են 1200 էջը, որ ոչ ոք չի նայում, նայում ես պաշտպանության նախարարության էջը մի 40 էջ է, մեջը գրած է ռազմական կարիքները, ընդհանուր առմամբ ռազմական կարիքների համար ծախսվել է 2 միլիարդ դոլար, այնտեղ գրած է, չէ, զինվորի հագուստը բանը պիտի հանես, չէ, զենք չի, էլեկտրականության ծախսը, ուտելիքը զինվերի, սպաների աշխատավարձը եւ այլն, տեսնում ես, եղբայր բավուր այդ 8 միլիարդ զենք, իրենք հայտարարեցին զենք են կարել, այսինքն 6 միլիարդ դոլար, 8-ից 2-ն հասկացանք, չկա, կորավ, բացում է Ստոկհոլմի խաղաղության ինստիտուտը, որտեղ հստակ գրած է, որ երկիրը ինչքան զենք առնել է, արտադրել չի կարող այդ ինստիտուտը հաշվի, այդ ինստիտուտը ընդհանրապես ասում է, որ 8 տարում 2018-2020 թվականի Հայաստանը գնել է 1.5 միլիարդի դոլարի զենք, այսինքն նույնիսկ 2 միլիարդի չի առել, բայց ես 2 միլիարդը մաշվում, այստեղից դուրս է գալի, որ 6 միլիարդ չկա, կոռուպցիա է, ինչա, չկա 6 միլիարդ դոլար, իրենք կարծում են, որ ինչ-որ մի զորահանդես կանեն, մի երկու հատ հին ավտոմավտոն կներկեն, կբերեն զորահանդեսին ցույց կտան, ու ժողովուրդը կասի, այ, ցավներ տանը, ես ինչ է կանում։ Սա մեկ։